Տերը բարի է և նրա ողորմությունը հավիտյան է։ Սաղմոս 136-ը ունի 26 խոսք և 26 խոսքում էլ գրված է Տերը բարի է և նրա ողորմությունը հավիտյան է։ Հավիտյան նշանակում է ժամանակից դուրս։ Հավիտյանը ոչ թե ավելի շատ անվերջ ժամանակ է, այլ հավիտյանությունը դուրս է ժամանակից։ Րոպեները, ժամերը, տարիները հավիտյանության դեմ ոչինչ են և գրված է, որ Տիրոջ ողորմությունը հավիտյան է։ Այսօր, որ մենք այստեղ նստել ենք, մեր ամեն շունչը, մեր ամեն արտաշունչը, մեր ամեն քայլը վկայում է Տիրոջ մեծ ողորմության մասին, որովհետև Տերը մեզ բոլորիս սիրեց և շատ սիրեց։ Եվ մենք բոլորս մեր բոլորիս կյանքը իր ողորմության ճշմարիտ ապացույցն է։ Այսօր ուզեմ կիսվեմ ձեր հետ Աստծո խոսքից և խոսքը վերնագրել եմ այսպես. Ինչ ես թաքցնում։ Սկզբի համար կկարդամ 3-րդ Թագավորաց 18-րդ գլուխ 3-րդ խոսքից։ 3-րդ Թագավորաց 18:3 Աքաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, իսկ Աբդիան շատ աստվածավախ մարդ էր, և երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, այն ժամանակ Աբդիան 100 մարգարե վերցրեց և 50 մարդ տարավ ու թաքցրեց քարայրներում և նրանց կերակրեց հացով ու ջրով։ Հետաքրքիր հատված է, շատ վատ ժամանակներ էին իրականում Իսրայելի համար։ Տիրոջ խոսքը անհայտ էր, մարդիկ կռապաշտության մեջ էին, Իսրայելը պահաշտում էր Բահաղ Աստծուն և երկրի թագավորը անաստված և երկրի թագավորի կինը անաստված և կռապաշտ մարդիկ էին։ Շատ վատ հոգևոր ժամանակներ էին Իսրայելի համար։ Եվ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, Աքաբի կինը, թագավորի կինը։ Բայց հետաքրքիր է այստեղ Աբդիայի պահվածքը։ Նա վերցրեց Տիրոջ մարգարեներից 100 մարգարե և տարավ քարանձավներում 50 պահեց և նրանց հացով ու ջրով կերակրեց։ Մի հատ համար կուզեմ կարդամ և խոսենք սրա մասին։ Սաղմոս 119 11-րդ խոսքից, շատ հայտնի համար, շատ գեղեցիկ համար։ Իմ սրտում թաքցրեցի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Դավիթ թագավորը այս հրաշալի խոսքերը ասում է, որ Տիրոջ խոսքերը ինքը թաքցրեց իր սրտի մեջ, որպեսզի չմեղանչի Աստծո դեմ։ Գիտեք, ուրիշ բան է Աստծո խոսքը իմանալ, ուրիշ բան է Աստծո խոսքը կարդալ, անգիր իմանալ, բայց ուրիշ բան է, երբ որ մենք Աստծո խոսքը թաքցնում ենք մեր սրտի մեջ։ Մեր սրտի ամենախորքերում թաքցնում ենք Աստծո խոսքը։ Այստեղ թաքցնելը մի փոքր ուրիշ իմաստով կարելի է նաև ասել, որ պահենք Աստծո խոսքը մեր սրտի մեջ, ծածկենք Աստծո խոսքը մեր սրտի խորը տեղերում։ Ուրիշ բան է, երբ որ մենք Աստծո խոսքը ուղղակի մտածում ենք Աստծո խոսքի շուրջ, մտածում ենք անենք, չանենք, պահենք Աստծո խոսքը թե չէ, բայց ուրիշ բան է, երբ որ Աստծո խոսքը մեր սրտի խորքերում է։ Այդ ժամանակ մենք Աստծո խոսքը երբեք կասկածի տակ չենք դնի։ Եթե Աստծո խոսքը մեր սրտերի մեջ լինի, մեր առաջին քայլը միշտ կլինի Աստծո խոսքը, Աստծո պատվիրանները կատարելը։ Եթե մենք գիտենք տասանորդի և զոհաբերության մասին ինչեր է գրված Աստվածաշնչի մեջ, որ մենք պետք է հավատարիմ լինենք, մենք միշտ հավատարիմ կլինենք և երբեք չենք մտածի տանք տասանորդը կամ ընծան, թե ոչ։ Եթե մենք գիտենք, որ եսասիրությունը չարիք է և մենք պետք է բոլորին սիրենք և դա թաքնված լինի մեր սրտերի մեջ, մենք բոլորին կսիրենք իրականում և եսասիրությունը, հպարտությունը մեր մեջ գլուխ չեն կարող բարձրացնել։ Եթե մենք գիտենք, որ ստությունը չարիք է, եթե մենք գիտենք, որ ստությունը Աստված չի սիրում և մեր սրտի մեջ թաքցրել ենք Տիրոջ այդ խոսքը, մենք միշտ կմերժենք ստությունը, մենք միշտ կմերժենք սուտ վկայությունը և այս շարքը կարելի է շատ երկար շարունակել, որ Աստծո խոսքը պետք է թաքնված լինի մեր սրտերի մեջ և այդ ժամանակը, որ Աստծո խոսքը մեր կյանքում կլինի օրհնություն և այդ ժամանակը, որ մենք Աստծո խոսքից բարիքներ և օրհնություններ ձեռք կբերենք։ Առակաց 7-րդ գլխի մեջ մի հատ այսպես հետաքրքիր բան է ասում է Տիրոջ խոսքը պահիր քո աչքի բիբի պես, կապիր դրան քո մատների վրա և ասում է գրիր դա քո սրտի տախտակների վրա։ Այստեղ հետաքրքիր 3 օրինակներ է բերում։ Աչքի բիբը իրականում մեր մարմնի վրայի ամենափխրուն և ամենազգայուն մասերն է, որ մեր մարմինը շատ ժամանակ ռեակցիայով ամենափոքր վտանգներից միշտ ուզում է պաշտպանի մեր աչքի բիբը և ասում է Աստծո խոսքը պահիր քո աչքի բիբի պես։ Այսինքն
մենք բոլոր վտանգներից, թեկուզ ամենափոքր վտանգներից, երբ որ կարա գա մեր կյանքում եւ վնասի մեր կյանքում գտնվող Աստծո խոսքին եւ հակառակվի մեր կյանքում գտնվող Աստծո խոսքին, մենք դրանք պետքա վերացնենք։ Ասում է կապիր դրանք քո մատների վրա։ Մատները իրականում այն մարմնի մասերն են, որ մենք դրանցով գործում ենք, մենք դրանցով ինչ որ բաներ ենք կատարում։ Ասում է կապիր դրանք եւ ինչ որ անես, Աստծո խոսքով անես։ Գրիր դրանք քո սրտի տախտակների վրա։ Իրականում այսօր ինչ ունենք մենք գրանց մեր սրտի տախտակների վրա։ Գիտեք, սիրտը մեր զգացմունքների, սիրտը մեր աշխարհայացքի, մեր մտածելակերպի, մեր երազանքների, այն ինչ որ մենք երազանքներ ունենք, այդ ամբողջի կենտրոնն է։ Եվ ասում է, որ Աստծո խոսքը գրես քո սրտի տախտակների վրա։ Այսինքն դու ապրես Աստծո խոսքով։ Քո ամեն օրը, ամեն րոպեն լինի Աստծո խոսքի վրա դու։ Ինչ մտածես, ինչ երազես, ինչ նպատակ ունենաս, դա լինի Աստծո խոսքի համեմատ, Աստծո կամքի համեմատ, որ Աստված նայի այդ բոլոր գործերին եւ հաճենա, որովհետեւ մենք առանց Աստծո խոսքի չեն կարող հաճեցնել Աստծուն։ Այսօր ինչ ունենք գրած մեր սրտի տախտակների վրա, սիրելի եկեղեցի։ Եթե այսօր ինչ որ բան կա գրած մեր սրտի տախտակին, որ պետքա ջնջենք եւ դրա տեղը գրենք այն ինչ որ հարկն է, եկեք այսօր անենք դա։ Մի հատ բան հիշեցնեմ Սերմնացանի առակից, հայտնի առակ։ Սերմնացանի առակը հիմնականում խոսում է այն մասին, որ մենք երբ որ ավետանում ենք մարդուն, նոր մարդը լսում է Աստծո խոսքը, ինչ արձագանք է տալիս, բայց ես հավատում եմ, որ ճշմարիտ կլինի նաև խոսելը այս առակը մեջ բերել այն ժամանակ, երբ որ մենք ամեն անգամ լսում ենք Աստծո խոսքը։ Մենք միշտ լսում ենք Աստծո խոսքը, կարդում ենք Աստծո խոսքը, եկեղեցում լսում ենք, կարդում ենք, բայց ինչ արդյունք է տալիս Աստծո խոսքը մեր կյանքում։ Գրված է, որ սերմերից ոմանք ընկան ճանապարհի եզրին եւ թռչունները եկան ու կերան այդ սերմը։ Գիտեք, այն ժամանակ Իսրայելի արտերը որ կային, այդ արտերի արանքներում կային ճանապարհներ, որտեղ մարդիկ դրանց վրայով քայլում էին, եւ այդ ճանապարհները հիմնականում համարվում էին բաժանարարներ այդ արտերի միջև։ Եվ ինչքան որ այդ քայլում էին այդ ճանապարհների վրայով, այդտեղի հողը տրորված էր։ Եվ դրա համար երբ որ գրված է, որ սերմը ընկավ ճանապարհի եզրին, չմտավ հողի մեջ։ Այդ իրականում էլի հող էր այդ ճանապարհը, բայց տրորված հող էր եւ չմտավ այդ հողի մեջ։ Դրա համար թռչունները եկան ու կերան։ Շատ ժամանակ մեր սիրտը, մեր ներսը շատ է լցվում այս աշխարհային տարբեր մտքերով, դրսից եկող շատ տարբեր մտքերով եւ մեր սիրտը տրորվում է այսպես եւ մեր երբ որ գալիս է Աստծո խոսքը ընդունելու ժամանակը, այն խոսքը, որ Աստված մեզ ինչ որ մեկի միջոցով, ինչ որ քարոզչի, թեկուզ Աստծո խոսքի միջոցով մեզ խոսում է, մենք չենք կարողանում ընդունել այդ խոսքը։ Եվ չարը գալիս է եւ այդ խոսքը տանում է։ Հեզաբելը ուզում է սպանել Տիրոջ մարգարեներին, բայց Աբդիան վերցրեց Տիրոջ մարգարեներին, թաքցրեց քարանձավի մեջ եւ հացով ու ջրով կերակրեց։ Իրականում չարը քնած չի, ժողովուրդ ջան։ Չարը միշտ ուզում է Աստծո խոսքը, Աստծո գործը գողանալ մեր կյանքից, որտեվ նա էլ գիտի, որ երբ որ մենք Աստծո խոսքը ընդունենք, երբ որ մենք Աստծո խոսքին տեղ տանք, դա իրականում շատ լավ կլինի մեզ համար։ Փառավոր ընթացք կունենանք մենք մեր հոգևոր կյանքում, եթե Աստծո խոսքը իրապես ընդունենք մեր կյանքում։ Դրա համար դա իմանալով միշտ ուզում է նախ խլի այդ խոսքը, ինչպես գրված է, որ այս աշխարհի շնորհիվ մարդկանց սրտերը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը։ Եկեք այսօր բացենք մեր սրտերը Տիրոջ առաջ եւ Տիրոջ խոսքի առաջ, որպես իր լույսը ծագի մեր սրտերի մեջ։ Գրված է, որ բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիքներ է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից չարիք է հանում։ Այսօր ինչով որ լցված լինի մեր սիրտը, մենք էդ էլ կխոսենք, մենք էդ էլ կարտաբերենք, մենք այդպես էլ կվարվենք։ Եթե Աստծո խոսքը թաքնված լինի, Աստծո խոսքը պահված լինի մեր սրտերի մեջ, մենք Աստծո խոսքով միշտ կշարժվենք։ Եվ մեր սրտի մեջի բարի գանձից, որը Աստծո խոսքից է գալիս, մենք միշտ բարիք կհանենք։ Եվ դա թե մեր համար, թե մեր կողքինների համար օրհնություն կլինի, եւ Աստծո սիրտն էլ կուրախացնենք։ Ինչպես որ խոսացինք այս սրա մասին, որ
մեզնից է կախված, մեր արձագանքից է կախված, թե Աստծո գործը, Աստծո խոսքը ինչ գործ կկատարի մեր կյանքի մեջ։ Անգամ Հիսուսի քարոզչությունը, երբ որ առաքյալները պատմում էին Հիսուսի մասին, կախված էր այդ սքանչելի խոսքը, որ գրված է, մենք երգել ունենք, որ թեկուզ մարդկության ամբողջ պատմությունը անցնի, Հիսուսի կատարած մեծ գործը դարերով հավիտյան կհիշվի։ Այդ կատարած մեծ գործը մարդկանց կյանքում ոչ մի փոփոխություն չի տալիս, մարդկանց կյանքում ապարդյուն է լինում։ Առաջին Կորինթացիս 1:18 խոսքում Պողոս ասում է, խաչի քարոզչությունը հիմարություն է նրանց համար, ովքեր կորսված են, բայց մեզ համար, հավատացողներիս համար Աստծո զորությունն է։ Նայեք, խաչի քարոզչությունը, այդ փառավոր քարոզչությունը, որ Հիսուսը եկավ մեր համար խաչվեց, ում համար էր հիմարություն։ Նրանց համար, որ կորսված են, նրանց համար, որ մերժում են Աստծուն։ Եթե այստեղ մարդիկ կան, որ նոր են ուզում հավատքի մեջ քայլեր անել, կամ դեռ կասկածում են Աստծո խոսքի շուրջ, տան իրենց կյանքը Քրիստոսին թե չէ, ես ասեմ, որ քո որոշումից է կախված եւ քո արձագանքից է կախված, թե Աստծո խոսքը ինչ գործ կկատարի քո կյանքում։ Գրված է, որ մենք քարոզում ենք խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս, որը հрьяաների համար գայթակղություն էր, բայց հույների համար հիմարություն։ Այսինքն առաքյալները քարոզում էին Տիրոջ խոսքը, քարոզում էին Հիսուսի խաչելությունը, բայց ոմանց համար դա հիմարություն էր, ոմանց համար գայթակղություն էր, բայց հավատացողների համար դարձավ Աստծո զորությունը։ Գրված է, որ դուք նրանցից եք, որ հավատացիք այդ գլխի վերջում, եւ գրված է, որ Հիսուսը մեր համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Կուզեմ ձեռքդ գնես քո վրա եւ ասես, որ Հիսուսը ինձ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Քո արձագանքից է կախված, թե Հիսուսը ինչ գործ կարող է կատարել քո կյանքում։ Որովհետև Աստված թեկուզ մեզ շատ է սիրում, ինքը ոչ մեկի ապականությունը, ոչ մեկի կորուստը չի ուզում, բայց Աստված երբեք չի գա ու մեր փոխարեն մեր սիրտը բացի իր առաջ։ Աստված երբեք ստիպելով չի բերի մեզ դեպի իրեն։ Մենք պետք է մեր հոժար սրտով քայլենք դեպի իրան։ Առակաց 28-րդ գլխի 13-րդ խոսքում մատ շատ հետաքրքիր խոսք է գրված, Առակաց 28:13։ Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։ Կուզեմ այս համարի հետ կապված մի հատ պատմություն հիշեցնեմ Աստվածաշնչից, Աքարի պատմությունը, կարճ ներկայացնեմ ինչ պատմություն էր, երբ որ Աստված ասաց, որ գնան նրանք պատերազմեն Երեքովի դեմ, Հեսուին հրամայեց, որ գնան եւ պատերազմեն Երեքովի դեմ, Երեքովը իրականում մի հատ մեծ քաղաք էր, զորավոր քաղաք էր, բայց նրանք Աստծո հրաշքով կարողացան հաղթել Երեքովին։ Եվ Աստված հրամայել էր, որ Երեքովից ոչ մի թանկարժեք բան չվերցնեք, բոլորը այրեք, բոլորը փչացրեք։ Բայց Աքար անունով մի մարդ իր աչքի լավ երևացած բաները վերցրել էր, տարբեր բաներ էր վերցրել թանկարժեք, ոսկի, արծաթի այրեր, վերարկու, եւ տարե թաքցրել էր իր վրանի մեջ։ Եվ Աստծո բարկությունը բորբոքվեցավ այս արարքից հետո, եւ դրա համար Իսրայելը իր հաջորդ պատերազմում, որ հաջորդ քաղաքը Գային էր, որը շատ փոքր էր Երեքովից, որ Իսրայելը անգամ ասում էր իր ամբողջ զորքով չգնաց, փոքր քանակ վերցրեց գնաց, բայց Իսրայելը պարտվեց այդտեղ, որովհետև Իսրայելի մեջ մեղք կար։ Եվ հետո Աստված հրամայում է, որ վիճակ գցելով գտնեն եւ գտնում են Աքարին եւ տանում սպանում են։ Իր Աքարին եւ իր ամբողջ գերդաստանին։ Եվ այդ ժամանակ Աստծո բարկությունը արդեն վերջանում է Իսրայելի վրա։ Աքարը թաքցրել էր այդ մեղքը իր վրանի մեջ եւ դա իր համար եղավ մահ։ Դա իր համար եղավ կործանում։ Ժողովուրդ ջան, մեղքը իրականում մահացու է, մեղքը կործանարար է։ Թեկուզ այն ամենափոքր մեղքը, եթե մենք պահում ու փայփայում ենք մեր կյանքում, դա կործանարար եւ մահացու կլինի մեր համար։ Գրված է, իր մեղքը ծածկողը հաջողություն չի գտնի։ Դու քո մեղքը ծածկում ես մարդկանցից, քո մեղքը ծածկում ես Աստծուց, անգամ ամենակարող Աստծուց, ամենատես։ Դու երբեք հաջողություն չես ունենա այդ ժամանակ։ Աստված մեզ սիրելով ասում է. բայց խոստովանողը եւ դրանք
բայց խոստովանողը եւ դրանք լքողը գթություն կգտնի։ Եթե ես գնամ բժշկի մոտ եւ թաքցնեմ իմ իրական հիվանդությունը, թաքցնեմ իմ իրական ցավը, բժիշկը ինձ ոչ մի բանով չի կարող օգնի։ Ինչքան էլ որ ինքը ինձ խորհուրդներ տա, ինչքան էլ փորձի գտնել, եթե ես թաքցնեմ իմ իրական ցավը, իմ իրական հիվանդությունը, երբեք չեմ բժշկություն ստանա իր մոտ։ Աստված մեր բժիշկն է։ Եթե մենք թաքցնենք իրանից մեր մեղքերը, թաքցնենք իրանից մեր տկարությունները, մենք բժշկություն չենք ստանա։ Եկեք այսօր որոշում կայացնենք Աստծո առաջ բացելու մեր բոլոր տկարությունները, մեր բոլոր այն բաները, որ Աստված չի ուզում, որ մեր կյանքի մեջ լինի։ Եվ Աստված կողորմա մեզ, Աստված կօգնի, որ մենք դրանք ջնջենք մեր կյանքից, դրանք սպանենք մեր կյանքում։ Եվ մի բան էլ կուզեմ հիշեցնել Աստվածաշնչից մի պատմություն, որը ինձ համար մեր քրիստոնյաներից շատերի ցավալի տեղն է։ Կուզեմ հիշեցնել քանքարների առակը, որ թագավորը իր 3 ծառաներին ամեն մեկին տվեց 5 քանքար, 2 քանքար, 1 քանքար, եւ գրված է, որ այն երկուսը գործ արեցին եւ իրանց քանքարները շատացրեցին, բայց այն վերջին ծառայի մասին, որ Տերը իրան անվանեց չար եւ ծույլ ծառա, գրված է, որ իր 1 քանքարը վերցրեց եւ ինչ արեց, հողի մեջ թաքցրեց։ Իրականում ես նայեցի քանքարը ինչ է նշանակում, քանքարը այն ժամանակվա միավորներ նշանակում էր 15 տարվա աշխատավարձ։ Իրականում քանքարը շատ մեծ գումար էր։ Եթե դու ինչ-որ փոքր բան ունես Աստծուց քո կյանքում, իրականում այդ փոքրը շատ մեծ է, որովհետև դա Աստծո տվածն է, եւ Աստծո տվածները երբեք փոքր չեն լինում։ Դու մի համեմատվիր քո կողքինի հետ, մի համեմատվիր եկեղեցու ծառայողների հետ։ Դու ինչ որ ունես քո կյանքում Աստծուց, այն տաղանդը, այն կոչումը, որ ունես քո կյանքում, այն ինչ որ պիտի անես քո կյանքում, իրականում շատ մեծ է։ Եվ Աստված տվել է, որ դու ոչ թե դա թաքցնես, այլ գործածես իր թագավորության համար։ Աստված քեզ կանչել է քո շրջապատի համար աղոթող մարդ լինելու համար, որպեսզի քո աղոթքով մարդիկ ապաշխարեն։ Հնարավոր Աստված քեզ կանչել է, որ դու քո թաղամասում պետքա խմբակ սկսես, քո հարևանների, քո շրջապատին վկայես Աստծո խոսք, մարդկանց փրկության պատճառ լինես։ Հնարավոր Աստված քեզ կանչել է, որ քո ձայնով դու փառաբանես Տիրոջը։ Հնարավոր է դու ինչ-որ մարդիկ ունես, որ իրանք քեզ նայում են, դու ազդեցիկ մարդ ես ինչ-որ քո շրջապատի մեջ, քո աշխատանքի վայրում, եւ Աստված կանչել է քեզ, որ դու իրանց համար լինես Աստծո վկան, դու իրանց համար լինես այն մեկը, ովքեր քո միջոցով Աստծուն նրանք կճանաչեն։ Եկեք այսօր չթաքցնենք այն տաղանդը, որ Աստված մեզ տվել է։ Գործածենք այդ տաղանդը։ Եվ երբ որ գործածենք, դա օրհնություն կլինի մեզ համար եւ Աստված կբազմապատկի։ Վերջում կուզեմ մի հատ հիշեցնել Կողոսացիս 3:3-ը, 3-րդ գլխի 3-րդ խոսքը, որ ասվում է. դուք մեռաք եւ ձեր կյանքը թաքնված է Քրիստոսի հետ Աստծո մոտ։ Գրված է ծածկված է ձեր կյանքը։ Իրականում մենք Աստծո համար թանկ ենք, ժողովուրդ ջան, սիրելի եկեղեցի։ Մենք Աստծո համար դու թանկ ես Աստծո համար, դու կարող ես դա անհատական վերցնել, որ դու շատ թանկ ես Աստծո համար։ Մենք Քրիստոսի արյան գինն ենք։ Մենք Աստծո համար իր որդու արյան գինն արժենք։ Եվ գրված է, որ մեր կյանքը ծածկված է Աստծո մոտ։ Մենք Աստծո համար թանկ ենք եւ նա մեր կյանքը պահել է իր մոտ։ Ինքը մեզ ամեն օր պահում ու պահպանում է ամեն չարիքներից եւ պահում է այնքան միջև որ մենք հայտնվենք իր մոտ եւ հավիտենություն իր հետ անցկացնենք, որովհետեւ մենք թանկ ենք իր համար։ Այսօր ինչ արժեք ունի Աստված եւ իր խոսքը քո կյանքում։ Եթե եկեք այսօր արժևորենք Աստծո խոսքը եւ իր խոսքերը թաքցնենք մեր սրտի մեջ, եւ դա մեր համար լույս կլինի, մեր ճանապարհին լույս կլինի եւ ճրագ կլինի մեր ոտքերին։ Եկեք այսօր չթաքցնենք Տիրոջից մեր մեղքերը, մեր տկարությունները, բերենք իր առաջ եւ խոստովանենք, որպեսզի բժշկություն ստանանք։ Չթաքցնենք Աստծուց մեր տաղանները, չթաքցնենք Աստծո համար մեր տաղանները, այլ գործածենք այն ինչ որ Աստված մեզ տվել է։ Եկեք կանգնենք աղոթքի։ Փառավոր Հայր, գալիս ենք քո առաջ Տեր։ Մենք գոհանում ենք քեզանից քո բոլոր
օրհնությունների համար, Տեր, քո խնամության համար, որ դու պահում ու պահպանում ես մեզ ամեն օր եւ ամեն ժամ, Տեր, որ քո ողորմությունը հավիտյան է մեզ համար, Տեր, շնորհակալ եմ Հիսուս, քո ողորմությունը հավիտյան է եւ դու բարի ես մեզ համար, Տեր, խնդրում եմ քեզ, Տեր, թող այսօր բացվենք քո առաջ, Հիսուս ջան, բացենք մեր սրտի բոլոր ծածուկ վայրերը, Տեր, քո համար եւ հրավիրենք այսօր մեր սրտի մեջ, Տեր, բոլոր սենյակներում մեր սրտի, Տեր, բոլոր այն ծածուկ վայրերում, Տեր, որպեսզի դու քո գործը կատարես։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր, ամեն բանի համար, Հիսուս, որ քո խոսքը ունենք մեր կյանքերում, Տեր, որ քո փառավոր խոսքը ունենք մեր կյանքերում, Տեր ջան։ Խնդրում եմ, որ քո խոսքերը թաքցնենք մեր սրտի մեջ, Տեր ջան, թաքցնենք մեր սրտի մեջ եւ մեր ամեն քայլը լինի քո խոսքի համեմատ, քո կամքի համեմատ, Տեր ջան։ Խնդրում եմ Հիսուս ջան, թող բացենք մեր սիրտը քո առաջ եւ ճշմարիտ ձևով քեզ ընդունենք, Տեր ջան։ Եվ թող դու մեր համար իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն լինես, Հիսուս։ Այսօր թող բացենք մեր սիրտը քո առաջ, Տեր ջան։ Աղոթում եմ քո եկեղեցու համար, Հիսուս, թող ստեղ գտնվող ամեն մեկը, Տեր, կանչի քեզ իր կյանքի մեջ, Տեր ջան։ Հանձնի իր կյանքը քեզ, Տեր ջան։ Հանձնի իր կյանքը քեզ եւ վստահի իր կյանքի ամեն օրը քեզ, ամեն բնագավառը քեզ, Տեր ջան, որովհետեւ դու հավատարիմ Աստված ես, որովհետեւ դու չես թողնի մեզ, Տեր ջան։ Դու մեզ երբեք չես թողնի, Տեր, որ մենք սխալվենք մեր ճանապարհներում։ Դու երբեք ցույց չես տա, որ մեր ոտքերը սահեն, Տեր։ Արի մեր կյանքերի մեջ, Հիսուս ջան, եւ փոխիր մեր կյանքերը քո կամքի համեմատ։ Փառավորվիր այս վայրում, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։